Ասածս օրենք հա, հիվանդների մոտ, գյուղացիների մոտ, կարողանում են բոլորի հոգին գողանալ, և ինչպես ուզես ջանա։ Շովարել եմ, ծնունդ եմ ազատել, շատ երեխաներ շատ հարյուրավոր, որ ծնդաբերել են, ստեղ իմ ձեռքով, դիտաղում եմ, երգում եմ, պարում եմ, դե հիմա տղիս հաշվով տենց կորացել եմ, բայց աշխարհի ամենաաշխույժ կինն եմ, մի բառիս հետ մի առակ ունեմ։ Սիրում եմ կարտոշկա, սիրում եմ 50 գրամ կոնյակ, պարտադիր, բոլորի ես այդպես եմ բացատրել, ես 50 գրամ կոնյակ խմում եմ, պարտադիր, բայց քույրականից հետո արդեն այսքան տարի աշխարհ ինչպիսի վերապատրաստում եղել եմ մասնակցել եմ, ցերտիֆիկատներն ունեմ, լիցենզավորված եմ, ինչպես կուզես, դիտաղում եմ, երգում եմ, պարում եմ, դե հիմա տղիս հաշվով տենց կորացել եմ, բայց աշխարհի ամենաաշխույժ կինն եմ, մի բառիս հետ մի առակ ունեմ, ասում աղջիկ ջան, 10 բան տենում եմ, մի բան եմ ուտում, 38 թվի ծնված եմ, 1938 թվի, 56 թվի, լսում ես գրումա, 56 թվի, հունիսի 18-ից ավարտել եմ բուժքույրական Կարմիր խաչի, Կարմիր կիսալուսնի պատմություն կար, այդպիսի անուն տեխնիկումը, ավարտել եմ ու 56 թվի, հունիսի 18-ից աշխատում եմ մի 2 ամիս քույր ու հետո բուժկետի վարիչ, այսօր, արդեն 71 տարի ստաժ ունեմ, աշխատում եմ, աշխատել եմ շատ դժվար պայմաններում, դաժան պայմաններում, չենք ունեցել այն ինչ որ հիմա ասենք, ստեղ հիմա կարող էինք մի շպրից, մի դեղ, մի առաջի օգնության, այն ժամանակ ուր էր, չկար, շատ քիչ էր, 3 ռուբլի 50 դրամով աշխատել ենք, այն փողով, և աշխատել եմ մինչև այսօր, շատ պարգևատրումներ եմ ստացել, մանկան մաս չեմ տվել, ամեն ինչով արել եմ, ծնունդ եմ ազատել, շատ երեխաներ շատ հարյուրավոր, որ ծնդաբերել են, ստեղ իմ ձեռքով, ամեն ինչն արել եմ, մահացություն չեմ տվել, ինֆեկցիա չի եղել իմ գյուղի մեջ, ինչպես կուզեք, կարող եք շրջապատից հարցնել, և մինչև այսօր աշխատում եմ, չեմ ուզում ոչ մի անգամ իմ գյուղի երեխան հանկարծ պատճառաբան է, որ պատվաստում չենք բերում, պետք կլինի, լինում է, բայց ես ասածս օրենք հա, հիվանդների մոտ, գյուղացիների մոտ, կարողանում են բոլորի հոգին գողանալ, և ինչպես ուզես ջանա։ Կյանքդ ոնց է անցել, բացի աշխատանքի։ Կյանքս դաժան է եղել, չէ, դրախտ է եղել, հետո դաժան է եղել։ Ես 2 երեխա եմ ունեցել, ամուսինս գյուղի տնտեսագետն է եղել, 2 տղա եմ ունեցել, 2-ն էլ բժշկական ավարտել են, այն մի տղես բացի բժշկականից ավարտել է մանկավարժական, համալսարան, ավարտել է Վիշի Պարտինի շկոլ, բայց 2 տարի առաջ 3-րդ տարին է, մահացել է։ Այն մի տղես 2 երեխա ունի, ես մի տղես 3։ Երեխաներից աղջիկներն ամուսնացել են, զույգ աղջիկ ունենք։ Ամուսնացել են, մեկը Երևանում է ապրում, մեկը Լենինգրադում, տղեն ազաբահել է, չի ամուսնացել, աղջիկ չի ճարում, ինտել էդպես։ Այն մի տղիս 2 տղա ունի, Ռուսաստանը ապրում մեկը, այն մեկը իմ մոտ է մնում։ Հիմա ստեղ չի, գնացել է պապայի մամային տենակը, և այդպես ապրում եմ։ Ծնվել եմ Կարճախջուրում, 40 թվին, պապաս տեղափոխվել է Երևան, Սարիթաղ, 6-րդ փողոց, 35 տուն։ Ապրել ենք այնտեղ մի 15 տարի, որից հետո հանգամանքների բերումով հերս մի քիչ
Եվ այլը մաման վերցել է երեխեքին եկել է գյուղ։ Եվ եկել են այս գյուղ, էլ կարճախբյուր չեն գնացել։ Այս գյուղում այդ ժամանակ ապրելիս են եղել ադրբեջանցիներ։ Եկել են այս գյուղ ու ապրել են այստեղ, հետո հերումերս մենք 4 սփյուռ մի աղբեր ենք եղել։ Մեր աղջիկներին փսակել է ու առել է իր տողուն գնացել։ Հիմա ընտանիքը իմ հորտան քանակեր են ապրում։ 14 փողոց 6 տուն։ Այնտեղ են ապրում, սեփական տներ ունեն, 2 հարկից, ամեն ինչով ապրում են։ Ես դպրոց որ եկել եմ Երևանից որ մենք տեղափոխվել ենք, այստեղ ապրիլ ամիսն է եղել։ Քուրս սովորում էր 5-րդ դասարանում։ Ես սովորում էի 4-րդ դասարանում։ Ես քրոջս հետ, այստեղ որ 4-րդ կար, չկար այդպիսի դասարան, ոչ էլ 5-րդ։ Քրոջս հետ նստել եմ 6-րդ, մի տարվա մեջ ու փոխվել եմ 7-րդ։ Դրանից հետո երազանցիկով գնացել եմ քույրականն եմ ընդունվել։ Քույրականից հետո արդեն այսքան տարի աշխարհ ինչպիսի վերապատրաստում եղել եմ մասնակցել եմ։ Ցերտիֆիկատներն ունեմ։ Լիցենզավորված եմ։ Ինչպես կուզես։ Ուրիշ։ Տատ, ոնց ես ամուսնացել, երբ ես ամուսնացել, ոնց ես ծանոթացել ամուսնու։ Այդպես, էդի պիտի բացատրեմ, էդի շատ դժվար հարց է, կծիծաղաս վրես։ Երբ որ սովորում էի, շատ ուզողներ ունեի, շատ։ Մերս ասում էր, պետք է այս գյուղի մեջ ամուսնանաս։ Հատուկ այս գյուղի մեջ։ Ես մորս խատրից դուրս չեկա, եկա այստեղ։ Այստեղ էլ 2 ընտրություն կար։ Եթե իհարկե կարելի է գրես։ 2 ընտրություն, մորս ուզած տղին ես չէի ուզում։ Բայց այնպիսի տղա էի ուզում, որ մերս գժվեր։ Ասում էի, մամ, քույնատուն, ես պետք է առնեմ այս տղուն, որ ես որ դու չասեցես գյուղ ամուսնացի։ Եվ մորս հակառակեցի ու առա այս տղին, որին չէի սիրում, մերս էլ չէր սիրում։ Բայց կյանքն այնպեսին է, որ աղջիկս ես իմ բավարարվեցի։ Վատ օրեր տեսա, լավ օրեր տեսա, բայց ամենակարևորը լավ աշխատացի։ Բոլոր բժիշկները ինձ ճանաչում են։ Մեր ռայոնում չկա այդպիսի բժիշկ, որ ասես պայծառ, նրանք չիմանան։ Սկզբից վատ էր էլի կյանքը, բայց հետո աստիճանաբար աշխատեցինք, ապրեցինք, 2 երեխա ունեցա, ուղարկեցի ուսման, ամուսինս տնտեսագետ էր աշխատում, հաշվապահական էր ավարտել, այստեղ տնտեսագետի կարիք եղավ, հանեցին իմ ամուսին հաշվապահությունից, առաջ տարան էլի, տնտեսագետ աշխատեց, մինչև 90 թվին, որ փլուզվեց ամեն ինչ։ Այդ ժամանակվանից ամուսինս տուն նստած, չաշխատեց, դե երեխեքին պահեցինք, տեխնիկում ավարտեցին, տղես բժշկական ընդունվեց, մի տղես էլ տեխնիկումն ավարտեց, չգնաց բժշկական, են Ռուսաստանի տղես։ Եվ այդպես ամուսնացան, 3 երեխա մեծ տղես ունի, 2-ն էլ փոքրուց, եւ ապրում ենք։ Իմ համար իմ աշխատանքը իմ առաջնայինն է։ Ուզում ես մեր տունը պաժառանգել, չէ՞։ Դե հանգցնող եթե կա, չկա, չգիտեմ, ուրեմն ես պետք է վազեմ հիվանդիս հետևից։ Դա ինձ հետաքրքիր չէ։ Ես գիշեր կարող եմ ելնեմ իմ ամբողջ ցերեկվա անելիքներս անեմ, որ ես ցերեկը կարողանամ իմ աշխատանքին հասնեմ։ Դա իմ բնավորության առաջի գիծն է։ Այս գյուղի հիմա միասին գնանք առավոտ շուտ դպրոց։ 8:30-ին ես հիմա դպրոց եմ գնում։ Այս տարի 10 ռուբլի փող են ավելացրել մեզի, որ բուժ աշխատողները գնան պարտադիր առավոտ շուտ դպրոց։ Տեսնեն հիվանդ կա, չկա, որը ինչ հիվանդ է, ինչով է հիվանդ, երբանից է հիվանդ, ուղարկելու է, թողնելու է, այդ բոլորը ես պետք է ստուգեմ կամ։ Այդ ամեն ինչը անում եմ։ Որ ես հիմա գնամ մտնեմ դպրոց, չէ՞ Միջանցք, ուրեմն ինչքան երեխա կա,
Պետք է հավաքվեն իմ գլխին։ Պաչեն ընձի, պաչեն, գրկեն, պաչեն, սիրեն, բայց արտատին եկել է։ Ես աշխատում եմ։ Կյանքը շատ էի սիրում, տեղից մահից հետո դաժան է իմ համար, բայց ապրում եմ աղջիկս։ Ճիշտ է, դաժան է։ Եթե ես ասում բարեկամ լնեի, կասեի ամեն ինչ ժամանակին արա։ Բայց որ բարեկամ չեմ, Աստվածն էլ այդպես է գտել։ Տղես բժիշկ էր, 7-րդ թաղապետարանի սոցիալական բաժնի վարիչներ Երևանում։ Շարոյան Գագիկ, հիմա այս րոպեին տղես 3 տարի մեռել է, դեռ իրա նկարը ընդեղից իրա դռան վրայից չեն հանել։ Ուժեղ բժիշկ էր ինքը, այդքան կորոնա բուժեց, այդքան ես իմ ինչ, բայց ինքը մահացավ հանկարծ։ Եվ այդպես, կյանքը կարելի է սիրել, եթե բռնություններով լի չէ, կյանքը կարելի է սիրել, եթե զգում ես, որ իդ կյանքի հետևում մի բան կա թաքնված, բայց երբեմն ատում ես կյանքը, որ չարաբաստիկ է։ Ես այդպես եմ գտնում, չգիտեմ, բայց ուզում ես լինի, ինչպիսի մարդ լինի իմ ամենահարազատ, եթե իր աշխատանքի մեջ թերանում է, ես երբեք դա չեմ ընտրում։ Դա իմ համար պազոր, ամենավերջի ստորացուցիչ բանն է։ Ես ուզում եմ, եթե աշխատում ես միտեղ, այնպես աշխատի, որ ամոթով չմնաս։ Դա իմ միսիան է, չգիտեմ։ Օրինակ մարդ կա, օրինակ չունենք շատ մարդիկ, որ ասում են, դե լավ, չեմ եթես հիվանդին, չեմ գնաս հրատուն, հնարավոր չի։ Իմ կյանքի դրվագներից մի բան կարամ պատմեմ, գիշերվա ժամը 12-ն զանգում են ինձ, ասում են, բայց այսպես երեխեն սենց հիվանդ է, սենց ես իրանց բացատրում եմ, ասում եմ, ես արեք, ու հեռախոսն անջատում եմ, մեկ էլ իմ ամուսինս ասեց պայծառ, ասի ինչ է, ասեց ասենք առավոտ ելար, իր ասած բառերն եմ կրկնում հատ, ու այդ երեխան մեռել է։ Դու ինչպես պետք է նայես այդ ընտանիքին, որ չգնացիր տեսար։ Ես այդ րոպեին զանգ եմ տվեք շեր, ժամ 3-ն է, 2-ն է, այդ ընտանիքի անդամներն եկեն դիտարել են, գնացել եմ այդ երեխուն տեսեք է։ Այդպեսին է եղել իմ աշխատանքը, ջանը։ Ուրիշ ինչ, հողամաս ունենք, հողել եմ մշակում, կանանչիել եմ ցանում, ինչպես բացատրեմ քեզ։ Այս ճամփեքը մեր հայատների լրիվ ավլում եմ ամեն օր, որ հանկարծ մի հատ կեղտոտություն չլինի մեր տերներին։ Եվ այդպես աղջիկս։ Տասարդ ես երևում, ու շատ խնամված ես, ինչի հետ է կապված դա։ Դա կապված է առողջ ապրելակերպի հետ։ Ես շատ ուտել չեմ սիրում, ասեմ քեզ։ Նենց օրալնում ես մի անգամ էլ բան չեմ ուտում։ Սիրում եմ կարտոշկա, սիրում եմ 50 գրամ կոնյակ, պարտադիր, բոլորի ես այդպես եմ բացատրել, ես 50 գրամ կոնյակ խմում եմ, պարտադիր, բայց ծանր բաներ չեմ ուտում, առողջ ապրելակերպ եմ սիրում եմ այս ժամին, այս բանը կեր, այսքան մի կեր էլի, որ քեզ ինչ-որ ցավացնի, այնքան կեր, որ դու կարողանաս նորմալ աշխատես։ Ես ամեն ինչ կապում եմ առողջ, մի հատ շաշկենտրոնում խանութ կա, այդ խանութի աղջիկը, որ գնում եմ, ասում է, տատ ջան, մենակ ասա, ինչպես ես անում, որ դու այդպես ջահել ես մնում, ասում աղջիկ ջան, 10 բան տենում եմ, մի բան եմ ուտում։ Հիմա համաձայնես դու էլ այդպես էր, ասում է, կարամ, ասում բա որ դու մի անգամից մի կիլո միս պետք է ուտես, որ դու մնաս ջահել։ Այդպես էլ կա։ Առողջ ապրելակերպն անս։ 6-ից հետո են գալի։ Առավոտ ժամը 8-ին են գալի, 7-ին են գալի։ Ես այդ րոպեին դրանց սպասարկում եմ։ Ասենք, մեկը այս րոպեին ջնջխված վերք ունի։ Կամ դանակով մի բան արեք կտրել է ձեռը։ Ասենք մեկ երեխեն մատը կտրել է, կամ մեկ երեխեն կպցրել են, կամ ջուր են լցրել վերել, այսքան տեղը վառել է։ Ես հետո հանմիջապես չեմ ուղարկում կիլոմետրեր հեռու։ Ես հանմիջապես անում եմ բոլոր։
նոր կյանք մտնող աղջիկներին, կանանց, ոնց ապրեն կյանքը, ոնց է ճիշտ, հա, որ նախ լինել համբերատար, նախ լինել ուշիմ։ Եթե թորյան չգիտես, երբեք պրակտիկան չես իմանա։ Ուզում ես գնա ստից մի 10 անգամ նայի մի բանին, ես անում եմ ես ինչու դու էլ դեն սովորում ես։ Եթե դու դրա թորյան չգիտես, պրակտիկան քեզ չի օգնի։ Մենակ ցանկանում եմ ջահելներին աշխատասեր լինեն, սիրեն իրենց աշխատանք, եթե չսիրեցին, թող չաշխատեն։ Ես այդպես եմ գտնում աղջիկս։ Ես այդպես եմ գտնում։ Պետք է սիրես քո աշխատանքը։ Աշխատանքից դուրս ծիծաղում եմ, երգում եմ, պարում եմ, դե հիմա տղիս հաշվով այդպես կորացել եմ, բայց աշխարհի ամենաաշխույժ կինն եմ, մի բառից հետ մի առակ ունեմ։ Առակ եմ պատմում, ծիծաղացնում եմ։ Ջահել տղեկ գալիս են պատատատի ասա, ում աղջկան սիրենք։ Ես խորհուրդ եմ տալիս։ Գնում եմ մեկի ընտանիք։ Զգում եմ, որ ես հարս ու կիսուր ոնց որ կողքի նայեն իրար։ Ասեմ այդ պատմությունը։ Ոնց որ իրար կողքի են նայում։ Հարսին կանչում ասեմ ինչ ա եղել։ Արդեն առանձին։ Ինչ ա եղել։ Ինի արդեն բացում է, գիտի որ ես պահում եմ։ Ասում եմ քեզ սպես պետք է պահես։ Սխալ ես եղել, ներողություն ես խնդրելու, այս բանը սենց պետք է անես։ Կիսուրին ասեմ հասկացի քո անունն ա դուս գալու։ Դու վատ բան կլսես, կասեն հարսին չի պահում։ Էնպես եմ անում հարս ու կիսուր հաշտվում են։ Ամուսինների վեճը 100% խաղաղության աղավնի եմ։ Բոլոր ընտանիքի անդամների։ Պետր համար էլ ինձ շատ սիրում են իմ գյուղացիները, շատ։ Նախ եւ առաջ, եթե աշխատում ես ու ուզում ես քեզ շրջապատը իմանա, դու պետք է կարողանաս դիմացինի հոգին գողանաս։ Հոգին պիտի գողանաս։ Նանս, աղջիկ ջան, դու ամուսնացել ես, դու եկել ես ուրիշ ընտանիք, դա ընտանիքը քոնը չի, նորը պետք է ստեղծես։ Այդ ամեն ինչը ես հերթով բացատրում եմ եւ հաճախակի եմ անում, առաջ սանլուս աշխատանք էինք կոչվում, հիմա չենք անում, բայց ես անում եմ, այդ աղջկան իմի եմ բերում, ասում եմ այսպես, հետո գնում տեսնում հարսուկիսուր նստել են իրար հետ, սուրճ են խմում, այ ուրախությունից քեժում, ասեմ փառք քեզ Աստված, ուրեմն ես աղջիկն էլ հասկացել, այդ կիսուրն էլ հասկացել, նամս, այդ ամեն ինչը խոսալու վրա է, շատ հարմար իմ համար, հարմարվում է, ես ժամը 5:30-ին արթնանում եմ, այդ իմ ժամն է, ես հիմա անասուն չեմ, առաջ անասուն էի պահում, ոչխար, տավար, հավ, ամեն ինչ, բայց հիմա չեմ պահում, չեմ կարողանում պահեմ, մնացած բոլոր բաներն անում եմ, ելնում եմ, իմ տուն եմ ակրում, ինչ, կարամ ասեմ ես տներին ինչ անեմ, չեմ կարող ասեմ ջանա, են մի տղես գնացել է Ռուսաստան ճակատագրի բերումով, այդ մի տղես մահացել է, հարսս Երևանում բժշկուհի է, թորս 32 տարեկան է չի պսակվել, տղեն, աղջիկներ պսակվել են, ձակվուկներ ունեն, ենի չի պսակվել, են մի թորս էլ ստեղա, էտ է չի պսակվել, ինչ անեմ ասա, չեմ կարում դրանց, ես թորս ասում 37 տարեկան է, ասում գուկ ջան պսակվի ցավատան, այդ քանի օր մնացել, որ ապրեմ, չի հաշտվում, ասում Բայց արտատի Ջանա, արի մոս ջան, մի քանի րոպե հարցազրույց է, անցնեմ ու ելնեմ գամ գտկանք, բայց մենակ եք չուտ, հա գամ, իսա, կվեկալեմ, սպասես հապտոյ մեջ մինչև գամ, հիվանդ, մոս պապանա հիվանդ, Երևան վիրահատել եմ բերել, աչքից, հիմա իրան վատ ազգում, զանգեցին սենց հաշիվ կա, մի քիչ սպասեք մինչև, ահա չգնամ, հո հիմա իմ աշխատանքի ժամը չէ, բայց պետք է գնամ։ Տատ քո աշխատանքն է քեզ սենց առույգ պահել։ Աշխատանքը։ Եթե աշխատում ես, ձգտում, ամեն ինչի կհասնես։ Ես ոչ մի վերապատրաստում բաց չեմ թողնում։ Ոչ մի։
ռայոնում վերապատրաստում կա, ուրեմն պայծառի անուն պետք է գրածել այնտեղ։ Ես պետք է գնամ։ Ես ընդհանրապես մի քիչ շատ ինձ տղավարի աղջիկ եմ եղել։ Հորստուն ձիկար, էն էլ անդրանքերը։ Ձիկար, ես նստում էի առանց թամի։ Այդ ձիի վրան ես քերի սախ ֆռռում գնում էի տուն իջնում։ Ինքան շատ ուզեղ էր սպորտը։ Թաթերիս վրա մենք մեծ հողատարած չայր ունեինք։ Այդ չայրի ոտերս օդի մեջ ես թաթերիս վրան քելում էի։ Տուրնիկի վրա 54 սաատ ֆռռում էի։ Շատ աշխուժ եմ եղել ու տենց էլ մնացել եմ։ Տատ, ինչի համար ես կյանքումդ ափսոսում։ Ինչի համար եմ ափսոսում։ Շատ բանի համար։ Ափսոսում եմ, որ աղբերս բանաստեղծեր։ Մի երկու սենյակ լրիվ գիրք ուներ։ Աղբորիցս հետո, տեղուցս հետո ապրում եմ։ Էդ եմ ափսոսում, պետք է չապրեի։ Նրանցից հետո հիմա դե գիտես ինչ, ապրում եմ էլի ապրելու համար։ Ասում եմ, ապրում եմ էլի, հոմերած չեմ ես, ամեն մեռնողին երանի տալով։ Երանի եմ տալի ջանը։ Էդ է կյանքս, բայց աշխատում եմ։ Դե հիմա չկա, չէ, ռայոնում չկա 77 տարեկան լսել ես, հա, չես լսել, դու ուրեմն լսե։ Մինչև 28 թվականի ապրիլի 17-ը հավաստագիրս ուժի մեջ է։ Եթե այդքան էլ ապրեմ, ուրեմն ագռավների հետ լեզու եմ գտել։